Այսօր շատ դժվար է պատկերացնել ախտորոշման շղթան առանց գործիքային հետազոտությունների, առանց համակարգչային տոմոգրաֆիայի, ԿՏ-ի, առանց MRT-ի և իհարկե առանց ուլտրաձայնային հետազոտության, ամենահասանելի, ամենահաճախ կիրառվող և բավականին մեծ ինֆորմատիվություն ունեցող հետազոտության։ Կան նաև այլ գործիքային հետազոտությունների, որոնց չենք անդրադառնում, նեղ մասնագիտացված հետազոտություններն են, բայց ինչի մասն եմ ուզում ձեզ ասել։ Ցանկացած գործիքային հետազոտություն, որը կատարվում է ռադիոլոգի կամ սոնոգրաֆիստի կողմից, մեզ տալիս է ինֆորմացիա ստրուկտուրային փոփոխությունների վերաբերյալ, կառուցվածքի վերաբերյալ, տալիս է պատկեր, որը մեկնաբանում է մասնագետը, նկարագրում է և տալիս է եզրակացություն, որտեղ նշվում է այս կամ այն պաթոլոգիային համապատասխան պատկեր։ Կարծում եմ այսքանը պարզ է։ Եվ այս եզրակացությունը արդեն իսկ պատկերը և թե ինչ պաթոլոգիայի մասին է կասկածը, ինչի մասին մտածենք, ինչին է նման այս կամ այն պատկերը, ներկայացվում է կլինիցիստին, այսինքն բժիշկին, ով աշխատում է անմիջապես պացիենտի և հիվանդության հետ, բառացի ասած։ Հետևաբար, եթե անցնել որևիցե գործիքային հետազոտություն, նույնիսկ ուլտրաձայնային հետազոտությունը, սակայն չունենալ մասնագետ, ով կմեկնաբանի այդ հետազոտությունը, դա կարելի ասել ինչ-որ չափով անիմաստ գործողություն է։ Քանի որ կատարելով հետազոտությունը, ունենալով պատկեր, ունենալով եզրակացություն, պարտադիր պետք է խորհրդակցել կլինիցիստի հետ։ Եվ արդեն կլինիցիստը, այսինքն պրակտիկ բժիշկը, ով վարում է պացիենտին, լսում է պացիենտին, ծանոթ է անամնեզին, կատարում է զննում և տեսնում է ուլտրաձայնային օրինակ հետազոտության պատկերը, կարող է արդեն տալ ախտորոշում։ Այդ իսկ պատճառով հենց առաջին այցից կիրառվում է կոմպլեքս մոտեցում, այսինքն խորհրդատվությունը ներառում է և կլինիկական զննումը, և պարտադիր ուլտրաձայնային հետազոտությունը։ Համադրելով անամնեզի տվյալները, կլինիկական եզրակացությունը և ուլտրաձայնային հետազոտության եզրակացությունը, մենք արդեն ստանում ենք ամբողջական պատկերը, հետևաբար կարող ենք տալ ախտորոշում։